Օրերս նոր ստեղծված կուսակցություններից մեկի ուրեմն առաջնորդ Արման Թաթոյանը ոչ էր անում ուրեմն նախկին նախագահներին չմասնակցել 26-ի ընտրություններին, որպեսզի հնարավոր լինի հաղթել Փաշինյանին։ Հարցս հետևյալն է, ուրեմն այն մարդիկ, ովքեր իրենց հետևից չունեն գնացող անգամ 10 հոգի իրենց հավատարիմ մարդ, ինչ իրավունքով են այդ հայտարարությունները անում եւ այստեղ եւս մեկ կարեւոր փաստ ֆիքսենք, հա։ Երրորդ նախագահան հստակ հայտարարել է, որ ինքը հավակնություն չունի մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Այդ քայլով ինչպես է գնահատում այդ հայտարարությունը, որով կոնկրետ թիրախավորված է ձեր անձը, այլ ոչ 3 նախագահ, այսինքն տրվում են 3 նախագահների անունները, բայց հստակ թիրախավորումը ձեր դեմ է ուղղված։ Հասկացա։ Ես արդեն մեծ իմունիտետ ունեմ։ Նման կարգի հայտարարությունների նկատմամբ ընդհանրապես եթե չեմ սխալվում, ես վերջերս նաև արտահայտվել եմ սրա վերաբերյալ, ինչ է նշանակում կուսակցության ղեկավարը, երբ հայտարարում է, որ ինքը չի մասնակցելու ընտրությունների։ Եթե իր կուսակցությունը մասնակցում է, ուրեմն ինքն էլ է մասնակցում։ Այն ինչ ասում է Արման Թաթոյանը, նշանակում է, որ ոչ ՀԱԿ-ը պիտի մասնակցի, որտեղ ՀԱԿ-ի առաջնորդը Տեր-Պետրոսյանն, ոչ հանրապետականը պիտի մասնակցի։ Նո աբսուրդ է։ Եթե կուսակցության ղեկավարը անձամբ ինքը ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդիկ փաստացի այո մասնակցում են ընտրություններին։ Բայց ես ավելի բացահայտ եմ մասնակցել եւ հնարավոր է նաեւ վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ նաեւ կմասնակցեմ։ Հիմա ինչ է ուզում Արման Թաթոյանը։ Ես չգիտեմ։ Ոնց որ ասել եմ, միշտ փորձում եմ ռացիոնալ բան գտնել։ Երբ որ ասում եմ ռացիոնալ, չի նշանակում լավ կամ վատ։ Նշանակում է մի որոշում, որը որոշակի մոտիվացիաներ է արտահայտում, որոնք կարելի է հաշվարկել, ուղղակի տեսնել կամ չտեսնել։ Կա մի հոսույթ նախկինների ու ներկաների, որը հիմնական զենքերից մեկն էր Նիկոլ Փաշինյանի մոտ։ 18 թվականից հիշում եք նախկին դա հասարակությունը բաժանելու, իրար թշնամացնելու գործիքակազմ էր։ Ակնհայտ է նաև, որ այս գործիքը այսօր շատ ավելի թույլ է, շատ ավելի։ Ամենից մեծ բացասական վարկանիշը այսօր բոլոր հարցումները ունի Նիկոլ Փաշինյանը, ու չվերականգնվող վարկանիշը։ Հարց է առաջանում, ինչ նպատակով են այդ խոսույթը բերում քննարկման օրակարգ։ Երբ որ վերջի մոտ 2 տարվա ընթացքում ինքը ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը սա մեծ էնտուզիազմով չի անում։ Ավելի շատ իներցիայով են այս թեման քննարկում, ես այդ եռանդը չեմ տեսնում, որովհետև եռանդը դրել են ուրիշ թեմաների մեջ, հասկանալով, որ սա այն ազդեցություն այլևս չունի։ Կարծում եմ, ստե մոտիվացիան ևս շատ պարզ է։ Մարդկանց թվում է, թե դրանով իրենք կարող են մեր ձայներից ինչ-որ մի մասը վերցնել։ Լավ, օքեյ, լավ, 2% տարար, հետո։ Դրա համար ես ևս պետք է գամ ինչ-որ տարբերակների։ Մեկը սա է, ուղղակի մտածում եմ մի աղմկոտ հայտարարություն անի, այդ հայտարարության հետևանքով նաև իր վրա հարձակվեն, այսպես ասենք, դրանով ուշադրություն ինքը ասենց իր անունը ավելի ճանաչելի դարձնի եւ այլն, այս բացատրությունները սրանք են։ Բայց ես այստեղ եւս չեմ տեսնում ողջամտություն, իսկապես չեմ տեսնում, որովհետեւ չեմ հասկանում եւ չեմ տեսնում, որ սա ինչ որ լավ բան է բերելու։ Իր նկատմամբ մի վերաբերմունքս միշտ լավ էր, ինձ համար վերև անսպասելի էր այս թեմայի քննարկումը իր կողմից, ընդհանրապես անսպասելի է։ Որտեղ այս վերջի մի քանի տարվա ընթացքում ընդհանրապես իր ձենը չենք էլ լսել։ Եվ հանկարծ հայտնվում է այս խոսույթով։ Ես չգիտեմ, բայց իմ մոտ իհարկե եւս կասկածներ է առաջանում, թե արդյոք նպատակը ազնիվ է, որտեղ այն հիմնավորումները, որը ինքը փորձում է բերել, հոգի չի աշխատում։ Այդ ճանապարհը ինքը դեստրուկտիվ ճանապարհ է։
մեր ընդհանուր ասենք ձայների հանրագումարը պետք է ավելի մեծ լինի, քան ԿՊԻ-ը։ Եթե արդյունքում մի ձայները, կոպիտ ասած, այս գրպանից տեղափոխվեն մյուս գրպան, բան չի փոխվելու։ Ինչ ենք շահում, ով է ինչ շահում։ Եթե խնդիրը նա է, որ մեր ձայների հաշվին հայտնվել ազգային ժողովում, հայտնվեցի, բայց դու լրացուցիչ ներդրում չես բերում դրանով իշխանափոխության համար։ Եթե նպատակը իսկապես դա է, այստեղ մոտ եւս կասկածներ է առաջանում, թե նպատակը իսկապես դա է։